Հայաստանի կառավարությունը դիմել է Եվրամիությանը հիբրիդային արագ արձագանքման խումբ Երևան ուղարկելու համար։ Ազատություն ռադիոկայանը պնդում է, որ իր տրամադրության տակ է հայտնվել Հայաստանի արտգործնախարարի փետրվարի 13-ին Բրյուսել ուղարկված նամակը։ Այդ նամակում Արարատ Միրզոյանը խնդրել է արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան, հայտնում է Ազատություն ռադիոկայանը չհրապարակելով նամակը։ Եվրամիությունը 20 հոգանոց նման մի խումբ էլ անցած տարի ուղարկել էր Քիշնև խորհրդարանական ընտրությունների ժամանակ աջակցելու Մոլդովայի իշխանություններին սոցիալական ցանցերում Ռուսաստանից տարածվող ապատեղեկատվության հայտնաբերման եւ հակազդման համար, պարզաբանում է Ազատություն ռադիոկայանը։ Հայաստանի արտգործնախարարությունը դեռ չի մեկնաբանել աղմկահարույց այս տեղեկությունը։ Եթե Սամվել Կարապետյան չի կարող լինել վարչապետ, ինչու է Նիկոլ Փաշինյանը կալանքի տակ պահում Սամվել Կարապետյանին։ Այսպես ուժեղ Հայաստան կուսակցության համակարգող խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը պատասխանում է Նիկոլ Փաշինյանի ու նրա падգամավորների հայտարարություններին, թե Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ Սամվել Կարապետյանը կարող է լինել վարչապետ, այդ իսկ պատճառով է նրան կալանքի տակ պահում։ Եթե չի կարող լինել, ինչու է կալանքի տակ պահում։ Ասում են մի մոլորեցրեք ժողովրդին, ասեք, որ նա չի կարող լինել եւ նրա անունը այսպես տալով փորձում եք քվենել։ Այդ հարցին պատասխանում է Նիկոլ Փաշինյանը կալանքի տակ պահելով Սամվել Կարապետյանին։ Շատ բարի։ Ինչ վերաբերում է սահմանադրության մեկ հոդված փոխելու մտադրությանը, Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ ի տարբերություն այսօրվա իշխանությանը, որը ընտրողների քվեները ստանալուց հետո է միայն ժողովրդին հայտնում իր իրական մտադրությունների մասին, ուժեղ Հայաստան կուսակցությունը դեռ անգամ քարոզարշավը չսկսած է հայտարարել սահմանադրության 148-րդ հոդվածը փոխելու մասին, որը թույլ կտա ոչ միայն Սամվել Կարապետյանին առաջադրվել վարչապետի պաշտոնում, այլև Սփյուռքի մեր հայրենակիցներին մասնակցել Հայաստանի վերակառուցման գործին։ Ի տարբերություն այսօրվա իշխանության, ով ուզում է մեր ամբողջ սահմանադրությունը փոխել Ալիևի եւ իր ընկերների առաջարկով եւ պահանջով, մենք դրանից խուսափելու համար ուղղակի մի տեխնիկական կետի փոփոխության արդյունքում հնարավորություն ենք տալիս Սփյուռքի ամբողջ պոտենցիալը մասնակցի Հայաստանի կառուցման գործին։ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին անձնագիր տալու գործը ձգձգել է խորհրդարանական ընտրություններից առաջ կասկածելի է թվում ընդդիմադիր падգամավոր Գառնիկ Դանելյանին։ Նրա խոսքով քաղաքացիները ստիպված են ամիսներով սպասել անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար։ Շատերը Երևանից մարզեր են գնում, հույս ունենալով, թե ավելի շուտ կարող են ստանալ։ Падգամավորը պետական մարմիններ գրավոր դիմումներ է ուղարկել, պահանջել արագ լուծել խնդիրը, առաջարկել է ընդլայնել անձնագրային բաժինները, ավելացնել աշխատողների թիվը։ Այսօր Ժնևում Հայաստանի փոխարտգործնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Ադրբեջանի իր պաշտոնակից Էլնուր Մամեդովի հետ։ Ըստ Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության մեջբերում զրուցակիցները քննարկել են բազմակողմ հարթակներում եւ միջազգային կազմակերպությունների շրջանակում վստահության ամրապնդման ուղղված հնարավոր միջոցները։ Հայաստանում Պաղեստինի առաջին արտակարգ եւ լիազոր դեսպան Իսակ Ասիսիեն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Կողմերը քննարկել են ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու բարդուղիները։ Օրակարգի առանցքում են եղել մշակույթի, կրթության եւ առողջապահության ոլորտներում գործնական կապերի հաստատման հեռանկարները։ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել մարդասիրական աջակցություն ցուցաբերել, օգտագործելով սեփական փորձն ու ձևավորված կարողությունները։ Դեսպան Կասիսիեն շեշտել է երկկողմ քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու եւ հարաբերություններն ամրապնդելու իր հանձնառությունը։ Ադրբեջանը շարունակում է պետական մակարդակով ոչնչացնել Արցախի հայկական մշակութային եւ պատմական ժառանգությունը։ Facebook-ի իր էջում գրել է Արցախի Մարտունի քաղաքի ավականու անդամ Արտակ Մկրտչյանը։ Արցախի Մարտունի քաղաքում ամբողջությամբ ավերվել է ուշահամալիրը, որը նվիրված էր հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին։ Այս ուշահամալիրը բացվել էր 2007 թվականի մայիսի 7-ին, որպես տարբեր սերունդների հերոսների հիշատակը միավորող խորհրդանիշ։ Այսօր այն այլևս չկա։ Սա վանդալիզմ չէ, սա մշակութային ցեղասպանություն է, գրել է Մկրտչյանը։ 2025 թվականին Ադրբեջանը ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, մինչդեռ օկուպացված տարածքներում շարունակվում է մշակութային արժեքների համակարգված ոչնչացումը։
Տիկին նախարար, պարոն նախարար։ Երևանում Թումոյի հարևանությամբ կկառուցվի նորարարական կենտրոն, որտեղ կգործեն Թումո լաբեր, 42 Երևան ծրագրավորման դպրոցը, հետազոտական լաբորատորիաներ, կոնֆերանս կենտրոն եւ բիզնես տարածքներ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 42.5 միլիոն եվրո է, որից 12.5 միլիոնը Եվրամիության դրամաշնորհն է Սիմոնյան կրթական հիմնադրամին։ Նոր կենտրոնի նպատակն է Հայաստանը վերածել տարածաշրջանային հանգույցի եւ ապահովել համաշխարհային չափանիշների կրթություն։ Այսօր տեղի ունեցած հիմնարկեքին մասնակցել է Հայաստանի վարչապետը։ Փաստորեն վերջին 6 տարում մենք իրար հետ զուգահեռ ենք աշխատել, որովհետև դուք այս շենքն եք տենց վերցրել, սենց, այսպես, սենց, կամուրջ եւ այլն, մենք այդ նույն process-ը մտածել ենք Հայաստանի նախագծի վերաբերյալ եւ ամենակարտարբեր ձևերով եւ ամենատարբեր մոտեցումներ ենք ցուցաբերել։ Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ջեֆրի Էփշտեյնի մերձավոր շրջապատն օգտագործել է ԱՄՆ-ում հայոց ցեղասպանության ճանաչումը տապալելու նպատակով։ 2026 թվականին հրապարակված փաստաթղթերը բացահայտում են նրա գաղտնի կապը միլիարդատեր Թոմ Փրիցքերի հետ։ Դավութօղլուն նպատակ է ունեցել Փրիցքերի միջոցով չեզոքացնել հայկական լոբբիի աշխատանքը 2015 թվականի նախաշեմին։ Hiç ümitlenmeyin. Beni yıldıramadınız. 2010 թվականի նամակագրության մեջ Էփշտեյնի մտերիմ գործընկերը բնութագրել է Դավութօղլուին որպես շախմատային հմուտ խաղացող։ Թուրք պաշտոնյան արդեն հաստատել է, որ այդ շփումները ծառայել է բացառապես Թուրքիայի ժխտողական շահերի պաշտպանությանը։ Թեև նա անուղղակիորեն չի առնչվել Էփշտեյնի սեռական հանցագործություններին, սակայն նման կասկածելի կապերի առկայությունը մեծ սկանդալ է։ Այս պատմությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս Թուրքիայի ստվերային մեթոդները պատմական ճշմարտությունը խեղաթյուրելու հարցում։ Իսրայելը հզոր հարվածներով սպառնացել է Լիբանանին, եթե լիբանանյան շիա Հեզբոլլահ շարժումը միջամտի ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հնարավոր հակամարտությանը, հայտնել է Reuters-ը, որպես թիրախ կընտրվեն քաղաքացիական ենթակառուցվածքները, ներառյալ օդակայանը։ Սա տեղի է ունենում երկու երկրների միջև ռազմական բախման աճող մտահոգությունների ֆոնին։ Հեզբոլլահի նոր առաջնորդ Նաիմ Քասեմն ավելի վաղ հայտարարել էր, որ խմբավորումը չեզոք չէ Վաշինգտոնի եւ Թեհրանի հակամարտության հարցում։ Լարվածության սրման պատճառով ԱՄՆ պետդեպարտամենտը Բեյրութում իր դեսպանատնից տարհանել է ոչ հիմնական աշխատակիցներին եւ նրանց ընտանիքի անդամներին։ Այսօր լրանում է ռուս-ուկրաինական հակամարտության 4-րդ տարին, այն ինչ Կրեմլնի սկզբանե նախատեսել էր որպես կարճատև ռազմական գործողություն, վերածվել է երկարատև պատերազմի։ Հայրենիքի պաշտպանի օրը Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է հատուկ ռազմական գործողության ընթացքում զոհված զինծառայողների այրիների հետ։ И хочу увидеться именно 23 февраля, в День защитника. Նա շեշտել է, որ թեև նրանց ամուսիններն այլևս չկան, սակայն հայրենիքը հանուն որի նրանք զոհվել են, միշտ լինելու է ընտանիքների կողքին։ Պուտինը կարգադրել է մշտապես ուշադիր լինել զինվորականների ընտանիքների խնդիրներին, խոստանալով անձամբ վերահսկել այդ գործընթացը։ Նույն օրը նա պետական պարգևներ է հանձնել պաշտպանության նախարարության եւ Ռոսգվարդիայի զինծառայողներին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ ցույց է տվել իր բունկերը, որտեղ թաքնվել է պատերազմի սկզբից։ Նա հեգնել է. Պուտինը արդեն 4 տարի է 3 օրում գրավում է Կիևը։ Զելենսկին խոստովանել է, որ ուկրաինացի ժողովուրդը հոգնել է, բայց հանձնվել նշանակում է կորցնել ամեն ինչ։ Նա կոչ է արել ԱՄՆ-ին եւ Դոնալդ Թրամփին մենակ չթողնել ուկրաինացիներին, քանի որ առանց արևմտյան օգնության երկիրը ստիպված է միայնակ դիմակայել առելի ուժին։ Щоденні і те, що раніше здавалось ֆանտաստիկою, тепер стало նորմը։ Զելենսկին օրեր առաջ հայտնել էր, որ Միացյալ Նահանգները ճնշում է Ուկրաինային դուրս բերել զորքերը Դոնբասի դեռ չգրավված տարածքներից, այն ամբողջությամբ զիջելով Ռուսաստանին։ Президентка Європейської комісії Ուրսուլա ֆոն դեր Լայեն։ Իդեպ պատերազմի տարելիցի օրը Զելենսկուն Կիև քաջալերելու են եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ այլ եվրոպաշտոնյաներ։
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, թե Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան մտադիր են Կիևին միջուկային զենք տալ։ Դաշնության խորհուրդը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին եւ ՄԱԳԱՏԵ-ին կոչ է արել հետաքննություն անցկացնել։ Прежде всего, следует активизировать борьбу. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրի հակառակորդները նախապատրաստվում են պայթեցնել եւ խաթարել Սև ծովով անցնող թուրքական հոսք եւ երկնագույն հոսք գազատարների աշխատանքը։ Ըստ նրա, այս սադրանքների հիմնական նպատակը Ուկրաինայի հարցում դիվանագիտական ցանկացած կարգավորում եւ խաղաղության գործընթաց ձախողելն է։ Структуре и покушения на представителей государственных и военных властей. Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ ուկրաինական հետախուզական ծառայությունների գործողությունների հետևանքով երկրում ահաբեկչական հարձակումների թիվն աճել է։ Դրա վառ օրինակը Մոսկվայի Սավերլովսկի կայարանի հրապարակում տեղի ունեցած պայթյունն էր։ Պուտինը շեշտել է, որ թեև հակառակորդները հասկանում են միջուկային զենքի կիրառման աղետալի հետևանքները, նրանք դիմում են ծայրահեղ քայլերի, ինչի համար հետագայում կզղջան։ Նա հրահանգել է առավելագույնս ուժեղացնել էներգետիկ ենթակառուցվածքների пաշտպանությունը։ Предполагаемый объект атаки, в данном случае сотрудников. Նյու Յորքը հայտնվել է ձնե գերության մեջ։ Վերջին տարիների ամենահզոր տեղումների հետևանքով քաղաքը ծածկվել է գրեթե 60 սանտիմետր բարձրությամբ ձյան շերտով։ Ասավոր բուքը ստիպել է մեգապոլիսին փոխել իր բնականոն ռիթմը, կանգնեցնելով կյանքը Մանհեթենի բանուկ փողոցներում։ Տեղումների աննախադեպ քանակի պատճառով քաղաքային իշխանությունները հայտարարել են արտակարգ դրություն։ Հանրային բոլոր դպրոցները փակվել են, իսկ դասերն անցկացվում են հեռավար, որոշ տեղերում նաև հետաձգվել են։